Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 29-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք բոլոր ամսվա ծնված նշաններին։ Գնայինք խոյերին։ Նայեցեք։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 29-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել, թեկուզ ժամանակավոր, ոչ բոլոր գործերն եք այդ օրը կարողանում հասցնել ավարտին և սուտ կա այդ օրը, սուտ կա, ինչ-որ մեկը սուտ է խոսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 29-ին։ Հարգելի ցուլեր, ինչ-որ տհաճ պահեր կան և տատանվում եք, թե ինչպես լուծել այդ տհաճ պահերը,
Ծանոթ կանեք, թե ինչպես այն լուծել։ Նաև այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, պետական հիմնարկության հետ կապված թե հարցեր ունեք, դրանք կլուծեք, դա կարող է լինել բանկ, բժշկական կենտրոն կամ ուսման կենտրոն։ Նաև այստեղ ձեր ցանկությունները կիրականանան եւ դա կնշեք կամ մարդկանց կհրավիրեք, այդպես կնշեք իրար հետ։ Ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք պայմանավորվածություն ենթարազատ մարդկանց հետ եւ բաժանում այստեղ կամ հեռացում։ Միգուցե նաեւ բաժանումը դա լինի ժամանակավոր, ինչ որ մեկից կարող եք հեռանալ եւ հետո ամեն մեկը գնաք միտեղ, հետո նորից էլի միանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 29-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամի պետք է ուշադրություն դարձնեք, նաև դա առավոտյան շուտ է, կարող է նաև ուշանում եք, նա ուշադիր եղեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դրանցով պետք է զբաղվեք, նաև ուսման կենտրոն կարող է լինել, բժշկական կենտրոն, երջանիկ եք մյուս կողմից, կամ ինչ-որ բան է ձեզ երջանկացնում այդ օրը, հանդիպում ունեք, սպասման մեջ եք լինելուք, սպասեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի, նաեւ կարող է նոր ցիկլ է սկսվում կամ նաեւ ավարտվում է այդ ցիկլը։ Մեկ ամսվա կամ այդ յուրաքանչյուր ամսվա որ կար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 29-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը նորություն կլսեք, նաև գաղտնիք կբացահայտվի, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, օրվա վերջ կցանկանաք ավելի շուտ պարկել, հանգստանալ, քնել, նաև ինտիմ հարաբերությունները ոմանց համար, և որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը ևս կկատարվի դա, նաև վերջին մեկ ամսվա իրադարձությունը կարող է ավարտվել, բացի դա էլ դա կարող է լինել այդ ամեն ամսվա ցիկլի ավարտը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին մայիսի 29-ին։ Հարգելի առյուծներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, որպեսզի չուշանաք, նաև կամ այդ օրը ժամ կպայմանավորվեք ինչ-որ մեկի հետ, այդ օրը նաև ինչ-որ բան է ձեզ հուզվում եք, արտասվում եք, ինչ-որ մեկից բաժանում է, հեռացում է, միգուցե դա է այդ հուզմունքի պատճառը։ Եվ նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, այդ օրը և օձեր կան, օձեր, բամբասանք, նախանձ, չար մարդիկ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 29-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գաղտնիք է բացահայտվելու, նաև ինչ-որ բաներ ձեզ կերջանկացնի, գուցե այդ գաղտնիքն է, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւ բավականին հուզված կլինեք այդ եւ ժամադրությանը եւ ինչ-որ հանդիպում ձեր հարազատների հետ։ Նաև այդ օրը նորություն կլսեք, գումարի մասին կխոսեք, գումար կվճարեք կամ գումարը ինչ-որ կտակ, կգնեք ինչ-որ մի բան, այսքանը, կամ արժեքի մասին, այդպես արժեք կասեք ինչ-որ մեկին, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 29-ին։ Հարգելի կշարքներ, այդ օր առավոտյան կամ ուշ եք արթնանալու կամ քնած կմնաք, կամ շուտ եք արթնանալու կամ քնած կմնաք, մի խոսքով։ Նաև այստեղ ինչ որ հնարավորություն կողեք ձեր ձեռքից բաց թողնել, գումար կստանաք, բայց ինչ որ ծրարի միջոցով դա կարող է լինել կամ ծրար եք ստանում, որ հեսա գումար եք ստանալու, ինչ որ մի բաներ են այստեղ, կամ նամակագրական կապի մեջ եք լինում, հետո ասում են, որ գումարը փոխանցել ենք ձեզ։ Նորություն կլսեք այդ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է հենց կախված, եւ ինչ որ մեկից հեռացում է, ինչ որ բանից հեռացում, նաեւ կարող է լինել դա ժամանակավոր բաժանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 29-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը հուզվում եք, չգիտեմ ինչու առավոտյան հուզվում եք, այստեղ օձեր կան, միգուցե դա են պատճառը, որ հուզվում եք, նաև կարող արտասվել։ Հանկարծակի լուր կլսեք, որը այդպես իրենից գաղտնիք է ներկայացնում, որը կբացահայտվի։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է բանկ, թեկուզ աշխատանքի գործակալություն, նաև դա կարող է լինել ուսման կենտրոն և բժշկական կենտրոն և ունեք նաև գործնական հանդիպում կամ շփում։ Գուցե այդտեղ եք գնում և այդտեղ գործնական խոսում եք մարդկանց հետ գործնական թեմայով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 29-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օր առավոտյան հույսով լցված եք, հույսնատել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա և գուցե նաև սպասում եք, որ լինի։ Օրվա ընթացքում գումար կստանաք և ոչի առիթ ունեք, ինչ-որ առիթ է, կամ դուք եք գնալու, կամ ձեզ մոտ են գալու, կարող առիթը ձեր տանն է։ Նաև տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ կլուծեք։ Միգուցե ձեզ վարձ են տալիս, միգուցե այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծեղջյուրների։ Ինչ է սպասվում այծեղջյուրներին մայիսի 29-ին։
Հարգելի այցեղություններ, այդ օրը հանդիպում ունեք, նաև օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, այստեղ օձեր կան, չար մարդիկ, նաև կարող նորություն լսել իրենցից, նաև վիճակ իրենց հետ, հա, բայց էլ եմ ասում, հենց օրը ձեր ձեռքում է դրա համար է, դա նշում, որ նաև հա յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։ Հյուր կգնաք կամ դուք հյուր կընդունեք, ինչ որ հնարավորություն կախեք ձեր ձեռքից բաց թողնել, բայց դա ձեզ ցավ է տալիս, որ բաց թողեցիք այդ հնարավորությունը։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ և հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսներին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 29-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կմտնեք, կլինեք, այդտեղ կարող փաստաթղթեր ստանաք, ուղարկեք փաստաթուղթ, փաթեթ ստանաք, նաև կամ դուք ուղարկեք, հա, դա եւս այս ամենի մեջ է։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, հանկարծակի լուր, որը դա գաղտնիք է բացահայտելու ձեզ համար։ Նաև հեռախոսազանգ ունեք, երեխաների հետ կապված ոչ առիթ է։ Կարող ծնունդ է, կնունք է կամ մեկ այլ հարց է։ Նաև հղիություն, ծննդաբերություն, կարող է ձեր երեխաների հետ դա կապված չլինի, ձեր եղբոր, քրոջ, այդպես կարող պետք է պահեք իրենց։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դրանով պետք է զբաղվեք, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, գուցե այստեղ երեխաների համար ուսումնական կենտրոնի հետ կապված ինչ-որ հարցեր եք լուծում։ Եվ տան հետ կապված հարցեր են, այստեղ կամ տանը հիվանդ ունեք, կամ արդեն այդ տան հետ կապված հարցերը ոնց որ ձեզ հիվանդացրել են, ոնց որ արդեն հոգնեցրել են այդ ամենը։ Նաև կարող է գործ եք անում եւ հոգնում եք, այսինքն կամ տան գործեր, այդպես մաքրություն եւ այլն, կամ գուցե առիթի եք պատրաստվում եւ ոնց որ հոգնածություն արդեն կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։
Ինչ է սպասվում ձկներին մայիսի 29-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը սուտ կա, և ստի պատճառով տատանվում եք, ինչ անեք, հաջորդ քայլը ընտրության առջև է կանգնած, ինչ-որ մեկը կա ինչ-որ բան է ասել և չի արել, և հետո այդ ամենը մնացել է, և հիմա մտածում եք, թե ինչպես այն անեք, ինչպես ավարտեք, ինչ անեք դրա հետ։ Նաև այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, մի փոքր կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել և հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։